Ինչ պաշտոն է մտածած նախատեսած քո համար։ Վարչապետ, գլխավոր գաղափարախոս, իդեոլոգ, քաղաքականությունը մուլտիկ չի։ Որն է այդ բովանդակությունը։ Ցեղասպանության հիշողություն, Ղարաբաղյան շարժում, հայ առաքելական եկեղեցի, քեզ սպասում է փոխակերպվել Արամեծյան Ադրբեջան, եթե դու կորցնես քո բովանդակությունը։ Բայց որն է այդ գիծը, որ պահից է դա դառնում հիվանդագին կամ առողջ։ Պետությունը ինքնանպատակ չի, ինչ-որ մատ ազգային մշակութային գաղափար պետք է մարդկանց մղի պետություն ստեղծելու։ Փաշինյանը ասում է վերջին տարիներին ոչ մի զինվոր սահմանը չի զոհվել։ Այդ ժամանակավոր դադարը մեր վրա ծախում են որպես խաղաղություն։ Տվել ենք Միջանցք։ Այո։ Հարցը հստակ հետևյալն է։ Չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Արցախի հայաթափումը հայոց պատմության ամենանշանակալի եւ աղետալի իրադարձություններից մեկն է։ Կարծում եք, այդ Մարոկն է տաղանդավոր մարդ, հա։ Բացացեք անդաղատ չի։ Դա մարդ է, որ ունի ունակություններ։ Հայաստանի ինքնիշխանության ավելի շատ պարում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բայց դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ամբողջությամբ են ներքաշված մեր ընտրական process-ում, ավելին ասեմ մասնակցում են։ Մեզ ուզում են մտցնեն միութենական պետություն, զրկել մեր անկախությունը, Արմեն Գրիգորյանն էր խոսում, ստեղ ընդեղ։ Այսինքն լուրջ չի։ Անիմաստ թեմա է դա։ Եթե Հայաստան ունենա, այդ միության անդամ դառնալ կարող Հայաստանը չվերցնեն։ Ստամբուլի Գալաթասարայի ակումբի երկրպագուները ավելի ինստիտուցիոնալ են, քան ձեր հակաթուրքականությունը։ Դուք տեղել եք Բարադի, տեղել եք Զախողել։ Մեր ժողովրդին կապիտուլյանտ անվանում, Հայաստանի ղեկավարին հարբած ծաղրացու անվանում։ Հայկական եկեղեցի է պայթացնում։ Ես ո՞նց է բենզինը առնեմ։ Դուք քվեարկում եք Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու համար։ Ինքան եմ սիրում ես պահ, ոնց է Քոչարյանի միֆական այդ գաղափարը տենց հիստերիայի հասը։ Այո։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերան մոտենում է ավարտին։ Ուժեղ Հայաստանի աստղային պահն է, նաև իմ աստղային պահն է։ Վարչապետն է, գլխավոր դատախազն է, կաթողիկոս է ուզում դառնա, նախագահ, ամեն ինչ է ինքը, Նիկոլ Փաշինյանը։ Արտագաղթելու են այստեղից։ Իսկ ով էլ մնալու այստեղ, թուրք դալնաբոշիկների համար կոտլետ են ժարի տանելու, կոֆե են պատրաստելու։ Եվ իսկ ես դա չեմ ուզում լինի։ Որպես դու եղել ես ուսուցիչ, լրագրող, պատմաբան, հրապարակախոս, ոդքասթեր բոլորը գիտեն, բայց հիմա իմ հյուրն ես որպես պատգամավորի տեխնացու։ Ինչպես տենց ստացվեց։ Եվ ինչու տենց ստացվեց։ Չեմ կողմնորոշվում, փնտրտուքների մեջ եմ։ Եվ հանգրվանը վերջնական է, թե Կյանքը ոնց կտանի։ Ես մեծ սկզբունք ունեմ, կյանքը աշխատում եմ չպլանավորել։ Ինքը իր համար էվոլյուցիոն զարգանում է ու հլվոր արդյունավետ։ Բայց ընտրական process-ը իսումա չպլանավորելու հետ հակառակորդ բաներ են։ Դա ընտրական process-ը որպես այդպեսին պետք է պլանավորել ես։ Ընդհանուր առմամբ կյանքը նկատի ունեմ։ Համար պլանավորողներ կան։ Դե այդ ընտրական process-ը պլանավորելու թեմայի մեջ ուզում իմանալ Ենթադրենք, որովհետև յուրաքանչյուր կուսակցություն, ով հայտ է ներկայացնում ընտրությունների մասնակցելու, իր առաջին կոչը այն է, օրինակ իշխանության են գալիս։ Պիտի վերցնեն իշխանություն, նպատակը դա է։ Իշխանություն վերցնելու պարագայում ինչ պաշտոն է մտածած, նախատեսած քո համար։ Ինչ գործառույթ։ Վարչապետ։ Այդ Մարոկյանի ականջը խոլ թե օքեյ է որ լսի։ Չգիտեմ։ Դե պատգամավոր, գլխավոր գաղափարախոս, իդեոլոգ։ Չկա, այսինքն ոչ մի հստակ դերաբաշխում պաշտոնների բաների չկա ձեր կուսակցությունում դեռ։ Ընդհանուր առմամբ թիմում կա, ես իմ համար էի պատասխանում, ես չգիտեմ որ։ Դե բայց երկրորդ համարն է, ես կարծում եմ, որ երկրորդ համարը առաջին պաշտոնների դասավորության ժամանակ առաջին ցանկում պիտի լինի։ Չէ, տենց մաթեմատիկական ճշգրտություն պետք չի ակնկալել։
Ես առանձնապես որևէ պաշտոնում ինձ կոմֆորտ չեմ զգա։ Առանձնապես չեմ սիրում պաշտոնյա լինել։ Ու դա մտածելու թեմա է, թե պետության, հասարակության եւ թիմի համար որը ավելի օգտակար կլինի։ Իսկ կա որևէ վարչապետից բացի, որովհետև բարձր առաջին համարը ով որ ինքնա վարչապետ տեխնացուն, կա որևէ այլ պաշտոնյա, որովհետև Մենք վարչապետի տեխնացու չունենք։ Էդմոն Մարուկյանը վարչապետի տեխնացու չի։ Չէ։ Առաջին համարն է ուղղակի։ Այս ընտրությունները վարչապետական ընտրություններ չեն, խորհրդարանական ընտրություններ են։ Մենք ունենք նախագահի տեխնացու։ Դուք ունեք նախագահի տեխնացու, խոսքը Միքայել Աջապահյանի մասն է, եթե չեմ սխալվում։ Միքայել arczepiskopos Աջապահյան։ Միքայել arczepiskopos Աջապահյանի մասն է, եթե չեմ սխալվում, բայց այս դեպքում, երբ ժողովուրդը գնում է ընտրության եւ պիտի ընտրի թիմերին իրենց քաղաքական ծրագրի նախընտրական ծրագրով առաջնորդվելով, նաեւ առաջնորդվում է մենք ծրագիր էլ միտումնավոր չենք ներկայացնում։ եւ չեք էլ ներկայացնելու։ Լիքը ծրագրեր կան։ Մենք էլ բոլորի պես կարող ենք լիքը բարի ցանկություններ թղթին հանձնել, խաբել ժողովրդին կեղծ խոստումներով պոպուլիստական, բայց մենք ասում ենք, որ սրանք սովորական ընտրություններ չեն։ Եվ մենք ունենք մանիֆեստ, մենք չունենք միտումնավոր 9 ընտրություններից մնացած ծրագրեր կան, նորը կարող են գրել հղում անելով տարբեր աղբյուրների, տարբեր փիլիսոփայական տեքստերի, հասարակագիտական, բայց պետք չի այդ ձևականությունը հիմա, որտեղ սրանք սովորական ընտրություններ չեն։ Իսկ հնարավորինս հասկանալի, եթե բացատրելու լինես ընտրազանգվածին ժողովրդին, հասարակությանը, որ ինչով է անսովոր, որն է տարբերությունը։ Սրանք ընտրություններ են Հայաստանի որպես ինքնիշխան պետություն լինել չլինելու մասին։ Հայաստանի որպես հայերի պետություն լինել չլինելու մասին։ Այսինքն կարելի է դրանից ենթադրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, ապա Հայաստանը չի լինելու, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը փոխարինադրվում է ցանկացած մեկ այլ մարդ ընդդիմությունից, ապա երաշխավորված է որ Հայաստանը կլինի։ Չէ։ Քաղաքականությունը մուլտիկ չի։ Մենք բում պայթյունի մասին չենք խոսում, էլի, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվում է, գմփում է ամեն ինչ, չէ։ Մենք խոսում ենք Հայաստանի աստիճանական քայքայման մասին, բովանդակության քայքայման մասին։ Միգուցե անունով այսպիսի պետություն կլինի, հաշվի առնելով միջազգային ինչ-ինչ նորմեր, միջազգային իրավունքի, միգուցե ձևականորեն սահմաններն էլ մնան։ Մենք խոսում ենք ներսում մահացող բովանդակության մասին, այն բովանդակության մասին, որը հայերի համար ստեղծում է անհրաժեշտություն ունենալու պետություն։ Որն է այդ բովանդակությունը։ Մեր մշակութային միջավայրը եւ մեր ինքնությունը, որտեղ հիմա հաճախ խոսում ենք քաղաքական ինքնիշխանության մասին, մոռանալով որ քաղաքական ինքնիշխանությունը ինքնին դատարկ հասկացություն է, եթե չունի հիմքեր։ Իմ համոզմամբ ամենակարևոր հիմքը մշակութային ինքնավարությունն է, մշակութային ինքնիշխանությունն է։ Հենց այս թվարկածը, այս մատնանշածը քայքայվում է։ Եվ կանխատեսեմ ձեր հարցը, ինչ կա այդ մշակութային տարածությունում, այդ ինքնութենական միջավայրում։ Ցեղասպանության հիշողություն, Ղարաբաղյան շարժում, հայ առաքելական եկեղեցի, ընդհանրապես մեր անցյալը, մեր բոլոր անցյալները։ Հիմա այդ ամեն ինչը ներքին եւ արտաքին ուժերի համատեղ գործողություններով մշակութային դիվերսիա է ենթարկվում եւ քայքայվում է պետությանը զրկելով ընդհանրապես իմունիտետից, մտածողությունից եւ բովանդակությունից։ Կարծես Փաշինյանի իշխանությունը եւ իր թիմի տարբեր անդամների հայտարարությունների բովանդակությունը այն է, որ Ղարաբաղյան շարժումը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցը, որից իրենք համարում են, որ Հայաստանը ձերբազատվել է վերջապես, խանգարել է Հայաստանի զարգացմանը եւ ասում են, որ եթե հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները հարևանների հետ կարգավորելու հարցում անցյալի տարբեր կնճռոտ իրադարձություններ խանգարելու են, օրինակ ցեղասպանությունը, Ղարաբաղի թեման եւ այլն, ապա պետք է ձերբազատվել դրանից եւ գնալ դեպի ապագա։ Դուք ասում եք, որ ապագա գնալու միակ հնարավորությունը կամ արժանապատիվ հնարավորությունը անցյալում տեղի ունեցածը չմոռանալն է։ Հիմա
հասարակության համար ընկալելի կարծում եմ, ինձ համար նույնիսկ ինձ համար ընկալելի այդքան էլ չի, վերջապես ոնց պիտի Նիկոլ Փաշինյանի ասածն է ավելի ընկալելի։ ինձ հարցնում։ Ասում ես ընկալելի չի քո համար։ Նիկոլ Փաշինյանի ասած ընկալելի է։ Նիկոլ Փաշինյանն ասում է Ադրբեջանի հետ մենք խաղաղության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը հիմա տեսնում է մի խոչընդոտ, ասում է բանի հղումը անկախության հռչակագրում։ Ադրբեջանը մի խոչընդոտ չի տեսնում։ Ադրբեջանը ոնց որ թե խաղաղության չի ուզում գնալ։ Պաշտոնական բանում, հայտարարություններում Ադրբեջանը ասում է, որ խաղաղության գործընթացի վերջնական իրականացման մեջ վերջին խոչընդոտը մնացել է սահմանադրական փոփոխությունները։ Հայկական եկեղեցիների պայթեցումը պաշտոնականի մեջ մտնում է թե։ Ինչի պայթեցումը։ Հայկական եկեղեցիների պայթեցումը։ Ես կարծում եմ դա պատերազմի եւ հաղթող երկրի ընդունված պրակտիկա է։ Ես ասում եմ առանց անցյալի, առանց հիշողության, առանց քո ժառանգված բովանդակության, առանց ներքին համերաշխության դու առաջ չես կարող գնալ։ Քեզ սպասում է անխուսափելի քայքայում։ Եվ քեզ սպասում է փոխակերպվել Արմենիան Ադրբեջանի, եթե դու կորցնես քո բովանդակությունը, չես կարող ապագա գնալ առանց քո անցյալի հետ հաշտվելու։ Հնարավոր չի պարզապես։ Հասկանում եք խոսքը անցյալից հիվանդագին կարճելու մասին չի, ինչի դեմ ես եմ տարիներ շարունակ պայքարել։ Բայց ո՞րն է այդ գիծը, որ պահից է դա դառնում հիվանդագին կամ առողջ։ Հիմա բացատրեմ։ Խոսքը այն արժեքների մասին է, որ հային դարձնում է քաղաքական ազգ։ Ինչը անորոշ զանգվածից ստեղծում է քաղաքական հայ հասկացությունը, որը պետք է ստեղծի պետություն։ Այդ արժեքների մեջ է մտնում Ղարաբաղյան շարժումը, ցեղասպանությունը, մեր անցյալը, մեր բոլոր անցյալները։ Եթե դրանք հիմա մենք կասկածի տակ ենք դնում, սպանում ենք նաև ժողովրդի պետություն ունենալու անհրաժեշտությունը։ Դու չես կարող ուղղակի պետությունը ինքնանպատակ չի, ինչ որ մատ ազգային մշակութային գաղափար պետք է մարդկանց մղի պետություն ստեղծելու։ Դու չես կարող ուղղակի ասել, հա լավ, ամեն ինչ վերջացավ, ամեն ինչ կարամ շպրտեմ մի կողմ, վերջ խաղաղ ենք ապրում։ Խաղաղ ենք ապրում։ Ուր է խաղաղությունը բա։ Ինչի Փաշինյանը ասում է վերջին տարիներին ոչ մի զինվոր սահմանի չի զոհվել։ Հա, այդ ժամանակավոր դադարը մեր վրա ծախում են որպես խաղաղություն։ Խաղաղությունը հայտարարություններով չի, խաղաղությունը շանտաժով չի, խաղաղությունը ինստիտուցիոնալ իրողություն է, հավասարակշռված, հավասարակշռող եւ փոխզսպող մեխանիզմերով։ Մի կողմի նվաստացման, ոչնչացման հաշվին հնարավոր չի հասնել լիակատար խաղաղության։ Սա ինչ-որ միտեղ, ինչ-որ մի օր պայթելու այդ։ Գանք Միչանսկին։ Ես ուզում եի Միչանսկի մասին հարցնել։ Հիմա ենթադրենք ինչքան էլ որ սկզբից ասացիր, որ տալիս է զիջում է, սա շարունակեմ միտքը։ Միակողմանի զիջումներ, հայ ժողովրդի եւ Հայաստանի նվաստացում տվել ենք Միչանսկ։ Այո։ Հիմա որ գաք իշխանության կամ եթե գաք իշխանության կամ եթե ընդդիմությունը հաղթի կոալիցիոն կառավարություն ձևավորվի, ինչ է կանել։ Այս իշխանությունը տվել է համաձայնություն։ Որ պետք է այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի, բայց այդ նախաձեռնությունը հիմա սառեցված վիճակում է, եւ մենք ասում ենք չկա Ղարաբաղ, չկա Միչանսկ։ Չի լինելու Միչանսկ։ Ինչի համար պետք է այդ Միչանսկը տանք։ Նորից հարցը հստակ հետևյալն է։ Չկա Ղարաբաղ, չկա Միչանսկ։ Դուք հետ եք կանչելու Հայաստանի ստորագրությունը ԱՄՆ-ում 3P անվան տակ դրված փաստաթղթի վրայից։ Ուղիղ ասում եմ, չկա Ղարաբաղ, չկա Միչանսկ, որովհետև ոնց որ Ամերիկան էլ է մոռացել դրա մասին։ Իրանյան պատերազմը շատ խաղակարտեր է խառնել իրար։ Ես հիմա գիտակցաբար այդ 3P բառը չեմ օգտագործում, չփորձելով որևէ կերպ թիրախավորել ամերիկյան մեր գործընկերներին։ Մենք հակաարմենիական, հակաամերիկյան կողմերով շուտ չենք ուզում ունենալ։ Բայց չկա Ղարաբաղ, չկա Միչանսկ։ Ինչի համար է Նիկոլ Փաշինյանը այդ Միչանսկը տվել։ Ենթադրում եմ Նիկոլ Փաշինյանը պետք է այդ հարցը։ Բայց ինչի համար է տվել, ինչ եք կարծում։ Իմաստը ո՞րն է դա տալը։ Եթե խաղաղություն է, չէ՞։ Ապա շրջափակվում են ճանապարհները։ Ժողովուրդ ջան, խաղաղություն է։ Առանձին ճանապարհ, առանձին անունով ինչի համար է, այլ պետք։ Եթե ասում եմ խաղաղություն է, էլ ինչա՞ մեզ պատերազմով
վախացնում։ Այդ օգոստոսի 8-ին հայտարարեցին, օգոստոսի 8-ից հետո որ խաղաղությունը արդեն իրողությունն է, բայց հիմա պատրաստվում են վախացնում։ Էսա է խաղաղությունը, որ դուք էլ մի հատ էլ իմ ասածը թերահավատորեն եք վերաբերվում։ Կարպես ճիշտ ասած իմ մտապատկերում երկու դեպք է եղել, որ Նիկոլ Փաշինյանը այդտեղա պահում, մի անգամ հիմա ասում է, որ կամ ինքը կլինի իշխանության, կամ խաղաղություն չի լինի։ Նախորդ անգամ էլ հեղափոխության ժամանակ, երբ Սերժից ազատվելու, Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու քարոզներ, հետո վերափոխվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու, Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը չի լինելու վարչապետ, ապա Հայաստանը վարչապետ չի ունենալու։ Ու դուք աշխատված չէիր այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքին լինելու, հետո նաև պաշտոն վերցրեցիք։ Այո։ Բայց չի նշանակում, որ այդ հայտարարության հետ հաշտ եմ եղել։ Ոնց հասկանալ, եթե մարդը Ինչը ոնց հասկանալ։ Եթե մարդը մասնակցում է հեղափոխական process-ի, դրա կայացման արդյունքում դրա լիդերի հետ, ով դառնում է վարչապետ, գնում է կառավարությունում, ստանձնում է պաշտոն, հետևաբար ինքը կիսում է ոչ միայն պատասխանատվությունը, այլև հնչած հայտարարությունների իսկությունը։ Ծանոթ եք այսպիսի մի հասկացության, որն է կոմպրոմիս, անոն մեծ նպատակների։ Ես եկես անդամ։ Եվ մեծ նպատակը թույլ չտալ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալը։ Նիկոլ Փաշինյանի հետ 2012 թվականից ի վեր եղել եմ քաղաքական կոնֆլիկտի մեջ։ Քննադատել եմ այդ հոդվածները կան բոլոր։ Բայց 2018 թվականին մենք եկել ենք կոմպրոմիսի, մենակ ես չէ, եկել են շատ մարդիկ, որ մի կողմ ենք թողնում տարաձայնությունները, մի կողմ ենք թողնում փոխադարձ զզվանքը եւ բացասական վերաբերմունքը, եւ այդ մեծ նպատակը կյանքի ենք կոչում։ Եվ այդ նպատակը կյանքի են կոչել եւ ճանապարհին գնացել ենք շատ կոմպրոմիսների եւ շատ իզուր։ Այո, ես գիտակցում եմ այդ սխալը, որ մենք չպետք է աչք փակենք պոպուլիզմի առջև։ Հիմա հետաքրքիր օրինաչափություն հաստատվում։ Բայց Նիկոլ Փաշինյանի այդ պստիկ հայտարարությունը Հայաստանի գոյաբանական հարցերին վերաբերող հայտարարությունից համարժեք չեն, չի կարելի։ Սա շատ փոքր է, սա շատ մեծ է։ Երկուսն էլ անթույլատրելի են։ Բայց սա վերաբերում է Հայաստանի անվտանգության եւ պատերազմի հեռանկարներին։ Հիմա ինձ հետաքրքիր է, որն է երաշխիքը ձեզ ընտրողների համար, որն է երաշխիքը, որ մի օր էլ վերջապես այդ թիմում առաջի երկու համար զբաղեցնում է Էդմոն Մարուկյանը եւ դու։ Դու փաստորեն կոմպրոմիսի գնացել ես հեղափոխության ժամանակ, Էդմոն Մարուկյանը կոմպրոմիսի գնացել է պատերազմի ժամանակ, կոմպրոմիսի գնացել է պատերազմի պարտությունից հետո, պաշտոն ստանձնելով պարբերաբար կոմպրոմիսների է գնացել։ Հիմա որն է երաշխիքը, որ էլի ինչ որ պահի դու ու Էդմոն Մարուկյանը կամ դու միանձնյա չես որոշելու կոմպրոմիսի գնալ Փաշինյանի հետ։ Էլի ասում փորձ ունեք էլի կոմպրոմիսի գնալու։ Դրա մասին ինչպեսի հեգնանք։ Սխալ եմ ասում։ Չէ, իսկապես սխալ եք ասում։ Չէ, կոմպրոմիսի չեք Մենք հստակ հայտարարել ենք, այդ մարդկանց հետ մատաղ ուտելու չեն գնալու։ Էդմոն Մարուկյանն հայտարարել։ Այն բոլոր համագործակցությունները, բոլոր կոմպրոմիսները եկեք խոստովանենք, եղել են տարբեր ժամանակներում։ Ինչ որ մի բան քննարկել առանց կոնտեքստի դառնում է դատարկախոսություն։ Ձեզ չեմ ասում։ Ձեզ չվերագրեք։ Բայց ամեն մի իրադարձություն պետք է ունենա իր կոնտեքստը։ 2018 թվականի մասնակցությունը ունի լեգիտիմ կոնտեքստ։ Էդմոն Մարուկյանի պաշտոն ստանձնելը, դեսպանի պաշտոն, ունի լեգիտիմ կոնտեքստ, բայց այդ ամեն ինչին հաջորդել են իրադարձություններ, ստեղծելով այնպիսի մի իրավիճակ, որ արդեն իսկ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ համագործակցություն կամ նրա ձեռքը սեղմել չի ունենա որևէ լեգիտիմ կոնտեքստ։ Ասեմ այդ կոնտեքստը որն է։ Արցախի հայաթափումը։ Ես իրենց այդ կամուրջները այրել եմ 44-րդ պատերազմից հետո, բայց արդեն Արցախի հայաթափումից հետո իրենք ընդհանրապես գոյություն չունեն եւ չեն կարող գոյություն ունենալ ինձ համար բարոյական տեսանկյունից, մարդկային, քաղաքական եւ այլն։ Առավելագույնը ինչ կարա լինի քաղաքական երկխոսություն անել իրենց հերացման շուրջ, հերացման հարցի շուրջ։ Արցախի հայաթափումը հայոց պատմության ամենանշանակալի եւ աղետալի իրադարձություններից մեկն է։ 2018 թվականին Արցախը կար, Հայաստանը պատերազմում չէր ջախջախվել, կար ատելի ռեժիմ, որին ուզում էինք հեռացնել։ Եվ լրի նորմալ է իմ մասնակցությունը։ 2021 թվականին Արցախը հայկական էր, իշխանությունը բերել էր ծրագիր Հադրութի Շուշիի դեօկուպացիայի մասին։ Կարծում եք Էդմոն Մարուկյանը տաղանդավոր մարդ է։
ունակ մարդ է ինչ որ մի բան անելու։ Բացացեք անդաղը չի։ Դե մարդ է, որ ունի ունակություններ եւ որոշեց հաշվի առնելով թե ինչ բևեռացված նողկալի իրականություններ Հայաստանում եւ ինքը անցողիկ շեմը չհաղթարեց իր ուժով, որոշեց ինչ որ մի կերպ իր ունակությունը ներդնել պետության համար, օրինակ Արցախ հայկական պայելու համար։ Դասավ չի ստացվում, մարդը դուրս եկավ։ Ես գանկի ինձ ես երբևէ Ներողություն։ Որովհետև Էդմոն Մարուկյանի հետ այս թեմայով էլի խոսել ենք, էլի։ Այնպես չի որ տեսավ հենց չի ստացվում դուրս է եկել։ Էլի տևական ամիսներ շարունակել է այդ պաշտոնը զբաղել։ Կներես էլի մանո, կյանքը տենց ինչ որ կտրուկ բաների շի պակացած, ինչ որ զարգացումներ են լինում։ Ես ենթադրում եմ, որ Ինչ որ մեկին, այս մեր հարցազրույցը չէր ստացվում, չէ՞, անդադ օրերը բանը, բայց մենք իրար անդադ շանս ենք տալի, երկարատև եղավ։ Կյանքի բոլոր ոլորտներում դրանք ինչպես կասեր Իոնիսյանը դրանք ռելևանտ օրինակներ չեն, ուրեմն երբ որ մարդը պաշտոն է ստանձնում կոնկրետ պարտականությամբ Արցախը հայկական պահելու շուրջ բանակցելու եւ իր դիվանագիտական կարողությունները, ինտելեկտը եւ այլն ներդնելու դրա իրականացման համար ու մի օր Արցախի հայությունը 1 օրվա, 2 օրվա ընթացքում հայաթափում է Արցախը, այսինքն այդ մարդիկ գաղթում են Արցախից, նշանակում է որ այդ պաշտոնը ստանձնած դրա համար այդ պաշտոնը ստանձնած մարդու առաքելությունը ձախողվել է։ ամբողջ կառավարության Դրանք կոնկրետ գործողություններ են տեղի ունեցել։ Բայց ով ասում որ հաջողվել է։ Եթե հաջողվեր կմնար։ Ամբողջ Դա կառավարության բայց շարունակել է մնալ եւս մի քանի ամիս։ մի րոպե ամբողջ քաղաքականության առաքելությունն է եւ արտաքին քաղաքականությունն է զախողվել։ Երբ որ ինչ որ մի օր, ես հիմա իրավասու չեմ իր անունից պատասխանել, իմ ենթադրություններն եմ անում։ Ինչ որ մի օր անդառնալիության կետը հատվում է եւ հասկանում ես արդեն ոչ մի բան հնարավոր չի այս մարդկանց անալ, պետքա դուրս գաս։ Բայց եկեք Էդմոն Մարուկյանի կիրույթից դուրս գանք եւ վերադառնանք ինձ։ Էդմոն Մարուկյանը կարծում ես թեմաներին անդրադարձել է։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, նրա այդ պաշտոնը ստանալը ունի լեգիտիմ կոնտեքստ, բայց հիմա էլ չկա այդպիսի լեգիտիմ կոնտեքստ։ Շատ լավ, Էդմոն Մարուկյանը Մենք բացառում ենք իշխանության հետ Նիկոլ Փաշինյանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ համագործակցություն, որևէ երկխոսություն այդ հարցի շուրջ։ Իսկ ինչ վերաբերում է իմ պաշտոն զբաղեցնելուն, ասեմ էլի, ես տենց առանձնապես հիմա թող մեծախոսություն չընչի, պաշտոնի մեռած չեմ, երբեք ԿՊ-ից պաշտոն չեմ ուզել, իրանք են ինձ առաջարկել, դուրս եմ եկել եւ հարաբերությունները խզել եմ եւ որևէ ակնարկ չեմ արել, որ ինձ էլի պաշտոն տվեք։ Չնայած որ կարայի հիմա պաշտոններ զբաղեցնեի, բայց ինձ դա պետք չի։ Շատ լավ, ես ուզում եմ որ տպավորություն չստացվի, որ մենք քննարկում էինք քո պաշտոն վերցնել, չվերցնել կամ Էդմոն Մարուկյանի պաշտոն վերցնել, չվերցնել։ Մենք քննարկում էինք նման որևէ կոմպրոմիսի գնալու այլևս անհնարինությունը ընդհանրապես դրա համար։ Դեռ հարցը հիմքեր չունի, ոչ։ Շատ լավ։ Դուք ինձ այդքան պիտակեցիք, ասացի մի հատ լես։ Շատ լավ պիտակավորում էր, թե ու ես դա չեմ շարունակում ոչ թե որովհետև համաձայն եմ կամ չունեմ պատասխանելու հնարավորություն, այլ որովհետև նույն թեմայի շուրջ չեմ ուզում այսքան ծավալվենք, թեև հիմքեր ունենալու վերաբերյալ ապացույցը բերեցի, ես բերեցի կոնկրետ օրինակներ, որոնք իմ Բայց ես բացատրեցի, չէ՞ որ դրանք լուրջ հիմքեր չեն։ Դե դրանք հիմքեր էին, բայց ունեին ձեր կողմից պատասխաններ, բայց դրանք հիմքեր էին։ Դրանք հարցեր էին։ Հետո Դու ասում ես, որ Հայաստանում ակտիվ հակառուսականություն կա։ Եվ ենթադրում եմ, նկատի ունես իշխանության վարած քաղաքականությունը, իշխանության թիմի տարբեր պաշտոնյաների հայտարարությունները, падգամավորները եւ այլն։ Ձեր իշխանության գալու դեպքում, ձեր թիմի իշխանության գալու դեպքում կամ ձեր թիմի մասնակցությամբ ընդդիմության իշխանության գալու դեպքում ինչպիսի հարաբերություններ եք նախատեսում Ռուսաստանի հետ, ավելի են ամրապնդվելու ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները, թե շարունակելու եք Եվրամիության անդամ դառնալու Նիկոլ Փաշինյանի սկսած այս process-ը։ Նիկոլ Փաշինյանը այդպիսի process չի սկսել։ Ազգային ժողովը համենայն դեպս Դա մեծ սուտ է, այս իշխանության ամենամեծ բլեֆներից մեկն է։ Նախ իսկապես այդպիսի գործընթաց չկա, ոչ մեր կողմից, ոչ իրենց։ Այդ ազգային ժողովի բլան մի կողմ դնենք, այն կողմից էլ նշաններ, կանաչ լույս, process մենք չենք նկատում եւ այսպեսով ԵՄ-ի թեման պետքա փակել, չկա այդպիսի հարց։ Ինչ վերաբերում է մյուս հարևաններին եւ մյուս գործընկերներին, բոլորի հետ ունենալ կայուն
նորմալ հարաբերություններ, բնականաբար կան կնճիռներ, կնճիռները պետք է հարթվեն։ Շատ տրիվիալ պատասխաններ եմ տալիս։ Ես չեմ ասում, որ գալու ենք ինչ-որ մի հատ ուժի հետ թշնամանքով, որևէ բևեռի նկատմամբ ինչ-որ կոնկրետ նախաձեռնությամբ այդպիսի բան չկա։ Կենտրոնում անկախ եւ ինքնիշխան Հայաստանի գաղափարն է զերծ այլ ազդեցություններից, որոնք հիմական եւ կայուն հարաբերություններ մյուս գործընկերների հետ, այո, Ռուսաստանի հետ, Ռուսաստանի հետ հարաբերությունում կան կնճիռներ, կնճիռները պետք է հարթվեն, մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանի աշխարհագրությունը չեն կարող փոխել, չեն կարող մենք հայտնվել Բելգիայի տեղում, խեղճ Բելգիային բերել մեր տարածաշրջան, Հարավային Կովկաս, Ռուսաստանը կա, Ռուսաստանը լինելու է, հայ արևմտատենչների կանխատեսումը Ռուսաստանի կազմաքանդման վերաբերյալ կեղծ էին եւ չափազանցված, այդ երկիր կա եւ այդ երկիր պետք է փորձես հարաբերվել։ Այդ երկրի մասին եւ ինքնիշխանության մասին խոսելուց պետականության, ինքնիշխանության անկախության վերջերս իշխանական օղակները նաև թմկարում են այդ իրողությունը, որ Վլադիմիր Պուտինը օրինակ նաև Օվերչուկը պաշտոնական հայտարարություններ են արել, որոնցում ասում են, որ իրենց համար անընդունելի է Հայաստանի ձեր ասած կեղծ, բայց գոնե տարածվող այս պահին եւ դեռ օրակարգում գտնվող ՀԻՄ-ի անդամության շուրջ քննարկումները եւ այլն։ Էլ չեմ ասում նման զրույցներ եղել է նաև թրիփում Ռուսաստանի ներգրավվածություն չունենալու վերաբերել եւ այլն։ Հիմա արդյոք Պուտինի եւ Օվերչուկի կամ Ռուսաստանի ռազմաքաղաքական իշխանության կողմից նման օրինակ հայտարարությունները հակառակ չեն Հայաստանի եւ քո անկախություն եւ ինքնիշխանություն ուզելու փափագին։ Քանեմ սիրում ես հարցը։ Մերս միֆական միջավայրում մեծ սուտ է մոգոնվել ինքնիշխանություն եզրույթը եւ դրա հակոտնյան անպայման Ռուսաստանն։ Այսինքն եթե խոսում են ինքնիշխանություն, անպայման դրա հակառակը կամ դրա թշնամին պետք է հասկացվի Ռուսաստանը։ Բայց դա իսկապես շատ մեծ սուտ է, որովհետեւ Հայաստանի ինքնիշխանության ավելի շատ սպառնում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Բայց դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Դրա մասին խոսալու համար որևէ մեկը չի վճարվում։ Օրինակ մեր քաղաքասարակության Այնտեղ ազնի մարդիկ կան, ազնի մարդկանց մի կողմ դնենք մի կողմ, նաև մի կողմ թողնենք այդ հավատավոր իսկապես գաղափարական հակառուսներին, իրանց դնենք մի կողմ, այլ փող աշխատող այդ բաներին, էլի այդ գրանտակերներին, գաղափարականներին եւ ազնիներին դնելով մի կողմ, բոլորին չեմ ուզում թիրախավորել։ Իրանք չեն վճարվել երբեք հակաթուրքականության համար Թուրքիայի հետ կապված խնդիրները լուսաբանելու համար, իրանք միշտ վճարվել են Ռուսաստանին հայհոյելու համար եւ դրա համար իրենց ազդեցությունը մշակութային այնքան մեծ է մեր տարածությունում, մշակութային հեգեմոնիա, որ ինքնիշխանության բառի հակառակը միշտ հականիշ է դիտարկվում է Ռուսաստանը։ Հիմա անդադ խոսում է, Ռուսաստանը միջամտում է ընտրություններին, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է մղում։ Եթե Ռուսաստանը նույնիսկ հիբրիդային պատերազմել մղում է, ուզում հիշեցնել, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը արդեն մոտեցնում են ավարտին։ Եթե Ռուսաստանը իսկապես ինչ-ինչ ձևաչափով մասնակցություն ունի կամ փորձում է ներքաշվել մեր ընտրական process-ներին, ինչը դատապարտելի է, եթե կա այդպիսի բան, ես չգիտեմ, տվյալներ չունեմ, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը ամբողջությամբ են ներքաշված մեր ընտրական process-ում, ավելին ասեմ մասնակցում են։ Ռուսաստանը ուղիղ չի հայտարարել, որ ունի նախընտրելի տեխնացու։ Թուրքիան եւ Ադրբեջանը ունեն նախընտրելի տեխնացու եւ ամեն օր ամեն ինչ անում են, որպեսզի նա ընտրվի։ Աջակցություն են ցույց տալիս, կեղծ խաղաղություն են խոստանում, ինչ եւ այլն եւ այլն։ Այսինքն ռուսական թեման մեր Հայաստանի երրորդ հանրապետության ամենամեծ ստերից մեկն է, որ ասած ուռճացվել։ Ես չեմ ասում Ռուսաստանի չկան խնդիրներ, ես չեմ ասում Ռուսաստանը լավն է, ես չեմ ասում Սովետը լավն է, Ստալինի բեղերը սեքսի են, այդպես բաներ ես չեմ ասում։ Ես իսկապես կան խնդիրներ, բայց ով ասում որ չպետք է լինեն խնդիրներ։ Բայց չի նշանակում, որ դա թշնամական երկիր է, որը ամեն օր քնում եւ արտանում է Հայաստանին կործանելու, Հայաստանի ինքնիշխանությունը կործանելու շուտ գաղափարներով այդպեսի բան չկա։ Իսկ Օվերչուկը Պուտինը ինչ են ասում։ Որտենց մասանք բանը մեր եվրո
եվրո ինչերը, եվրո բյուրոկրատները Հայաստանի, որ տենց հիստերիայի մեջ են ընկնում։ Okay, ասում են ժողովուրդ ջան, Ռուսաստանը պետությունը, որը ունի իր ազգային անվտանգությունը, իր ազգային շահերը։ Խնդրում եմ, այնպեսի քայլեր մի արեք, որը կարող են մեր կողմից որպես սպառնալիք ընկալվել։ Եթե դա անում եք, դա կունենա հետևանքներ։ Մարդիկ նորմալ զգուշացնում են։ Հիմա դուք որոշեք, հիմա այդ քայլերը անում եք եւ դրան գազազացնում եք, ուղում եք մեր դեմ, որ հետո ասեք բանա Ռուսաստանը չարիքա, Պուտինը մարդասպան է։ Ինչի համար եք սադրում անիմաստ տեղը։ Այսինքն իրանց պատկերացած ինքնիշխանությունը Պուտինին հայերով այդ պոպուլիստական բաներով իրանք թքած ունեն թե հերահար զարգացումները ինչ ուղղությամբ կգնան, որ ցուցադրական բաները ինքնիշխանության մասին խոսակցություն չկա։ Այդ դեպքում ոնց մեկնաբանենք Ռուսաստանի եւ Բելարուսի միութենական պետություն ստեղծելու գաղափարը։ Այդ հարցին ամենաուժեղը պատասխանելա անվտանգության խորհրդի քարտուղարը։ Չգիտեմ ինչա պատասխան։ Արնա Գրիգորյանի մասնախոսը։ Այդ հարցը անդադ ուռճացվում էր։ Մեզ ուզում են մտցնեն միութենական պետություն, զրկել մեր անկախությունը։ Արմեն Գրիգորյանն էր խոսում, ստեղ ընդեղ թռնում էր Լեհաստան, Լիտվա, Մեծ Բրիտանիա, հետո իրան մած լրագրողներից մեկը հարց տվեց։ Ասաց, «Ձեզ ինչ-որ մեկը դրա մասին բան ասել է»։ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներից։ Ասաց, «Չի», ասաց, «Բայց որտեղից գիտեք»։ Ասաց, «Փորձագիտական մակարդակով են խոսում»։ Այսինքն լուրջ չի։ Անիմաստ թեմա է դա։ Որևէ մեկը Հայաստանին չի առաջարկում միութենական պետության անդամ լինել, որևէ մեկը մի ցանկություն չունի։ Եթե Հայաստանը ունենա այդ միության անդամ դառնալ կարող Հայաստանը չվերցնեն։ Այդպիսի թեմա չկա։ Չկա, հասկացեք։ Դա կեղծ օրակարգ է, որը հրահարվում է իշխանական պրոպագանդիստների եւ եվրո բյուրոկրատների կողմից, որ կոչվում են քաղաքասարակություն։ Հայաստանի ինքնիշխանությունը այս պայն ունի երկու մեծ սպառնալիք՝ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հասկացեք։ Բայց այս հակաթուրքական թեման մեր միջավայրում նորաձև չի։ Եվ երբեք էլ նորաձև չի եղել, սա այլ պատճառներ ունի եւ կապված է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ արժեքային դեգրադացիայի հետ, որտեղ իրանք այն կարգի էին վուլգարացրել թեման, տանելով ինչ-որ հակագիտական դաշտ, մոլերանտ քսենոֆոբիայի դաշտ։ Հետաքրքիր որ ցանկում դաշնակցության անունը չնշեցիր։ Դաշնակցության մասին խոսենք։ Այնքան էին վուլգարացրել թեման, որ հայ երիտասարդության համար հակաթուրքականությունը դրոշ վառելը ինչ-որ հակագիտական մտքեր վերարտադրել, այսինքն լուրջ չի, բայց լավ կլիներ, որ մենք ունենանք իսկապես լուրջ հակաթուրքականություն, ռացիոնալ հակաթուրքականություն, այլ ոչ թե գժական հակաթուրքականություն, որը կար օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Սա պետք է հասկանալ, ես միշտ հեգնանքով նկատում եմ, երբ որ մեր ժողովրդին մեղադրում են հակաթուրքականության մեջ, ես ասում եմ, Ստամբուլի Գալաթասարայ ակումբի երկրպագուները ավելի ինստիտուցիոնալ են, քան ձեր հակաթուրքականությունը։ Դուք տեղել եք բարադի, տեղել եք ձախողել, բայց ռացիոնալ հաշվարկված հակաթուրքականություն մեր երկրում պետքա լիներ երկրի անվտանգության ապահովման համար, գաղափարական միջավայրի ձևավորման համար, ինչը մենք չենք ունեցել։ Բայց փոխարենը ունենք ինչ-որ ինստիտուցիոնալ իսկապես հակառուսականություն, որը Ռուսաստանին անպայման պետք է ներկայացնի չարիք, որը մեզ ուզում է կուլ տալ։ Բայց այդպես չի։ Ամեն ինչ իրականում շատ ավելի բարդ է։ Հակաթուրքականության դրսևորումների վերաբերյալ մի հարց։ Դուք ազատ տնտեսության դուք անընդհատ ստիպված եմ լինում։ Շատ եք հարգում։ Ցիտերի արկայության պայմաններում այո, Կարպեշյան։ Դու ազատ շուկայական հարաբերությունների ազատ տնտեսության կողմնակիցն ես, թե ոչ։ Մեր ուժը լիբերալ ուժ է։ Հրաշալի։ Ես համարում եմ լիբերալ պահպանողական։ Եվ այո, ազատ շուկայի, ազատ ստեղծարար քաղաքացու չհատակով ենք մենք։ Քաղաքացի, որը ունի մասնավոր սեփականություն։ Մասնավոր սեփականությունը մարդու ազատության հիմքն է, եթե հողմանենք Հեգելին։ Ոնց հասկանանք ադրբեջանական բենզինի դեմ քո հայտարարությունները եւ պայքարը։ Մենք լիբերալ ենք, այլ ոչ թե նեոլիբերալ։ Մենք ազատ շուկան չի նշանակում քաոս
եւ չի նշանակում աջակցել տնտեսական էքսպանսիային հարևան երկրի։ Պատկերացնում եք ինչ եմ ասում։ Այդ ազատ շուկա չի նշանակում տնտեսական էքսպանսիա։ Ներողություն, ես կարծում եմ ավելի պետք է པարզ խոսել այս թեմայով։ Հիմա Խաչատուր Սուքասյանը, դիցուկ, բերում է ադրբեջանական բենզին։ Ինչ որ շահավետ գնով վաճառում է սպառողի վրա։ Եվ Սուքասյանը ունի դրա պարզաբանումը շատ հստակ։ Դա տնտեսությունը, մենք տնտեսական հարաբերություններ ենք կառուցում Ադրբեջանի հետ, իրենցից լավ հարմար գներով բենզին ենք առնում, մեր բենզինով մեքենա վարորդներն էլ հարմար գներով բենզին ենք վաճառում։ Դա չենք անվանում ազատ շուկա, դա մեր կարծիքով ուղղակի ռոպագանդիստական չարչիություն է։ Ես բացած եմ, դրա համար մենք ավելացրել ենք մյուս ատրիբուտը՝ պահպանողական։ Այսինքն, եթե տենց հիմա ազատ շուկայի հետևից գնանք, ուրեմն կարող է պետությունների անհրաժեշտությունը չլինի, չէ՞։ Այդ մոտապես ոնց որ ասես բոլոր անասունները հավասար են, բայց որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները։ Չէ, մի օր պետության անվտանգությունը, բարոյական կոդեքսները ազատ շուկայում իրենց դերակատարությունը պետք է ունենան։ Պետք է հասկանաս ինչ ես անում։ Բայց մենք Թուրքիա եւ Ադրբեջանի այդ առևտրին դեմ չենք հասկանում, եք։ Այդ առևտուրը հիմա էլ կա, բայց այդ ցուցադրական չարչիությունը ազատ շուկայի հետ որևէ առևտրություն այդ քո ադրբեջանական բենզին չառնել է եւ այդ մասին հայտարարել է, ցուցադրական չարչիություն չի։ Չէ, չեմ ուզում ես այդ բենզինը առնեմ, որտեվ այդ երկիրը պատրաստվում է մեր դեմ։ Հենց հիմա ինքը մեր դեմ փափուկ ուժի կիրառմամբ քայլի է ձեռնարկում, հայկական եկեղեցիա պայթացնում։ Ես ո՞նց այդ բենզինը առնեմ։ Ինքը շանս ուներ մեր հետ գնալ խաղաղության 44 օրյա պատերազմից հետո։ Խաղաղության ձեռքը մտնել եւ կարող էր խաղաղություն լինել։ Բայց տեսնենք այդ երկիրը չի գնում խաղաղության, հայկական եկեղեցիները պայթեցնում, ամեն օր սպառնում է այս երկրին։ Մեր ժողովրդին կապիտուլյանտ անվանում, Հայաստանի ղեկավարին ծաղրած հարբած ծաղրացու է անվանում։ Թքած է բենզինի վրա։ Ինչ ազատ շուկա նկատի ունեմ այն երկրի ներսում։ Բայց ես դեմ չեմ առևտրին։ Թուրքիայի այդ առևտուրը կա, ով է դրա մասին խոսել։ Ընդհակառակը միշտ ծաղրել ենք մարդկանց, որոնք բանը թուրքական ապրանքների իբր թե բոյկոտում էին։ Դրանք ծայրահեղությունների գիտներ չեն կնկնում։ Բայց նաև ազատ շուկա չի նշանակում քո անվտանգությունը բրախես, քո ազգային արժեքները բրախես ու ներքաշվես ինչ-որ փողի եւ առևտրի տենց ինչ-որ հիվանդագին ռեակցիայի մեջ դրա մասին չի խոսքը։ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններ ստեղծել են, ինչ որ բայց պետք է սկսել եւ ինքը բենզինի ներկրմամբ սկսել է այդ process-ը։ Պետք է սկսել, բայց ասում եմ, իրենք չեն սկսում։ Ադրբեջանի տարածքով ռուսական ապրանքներ են բերում։ Ինչ են էլի անում։ Եկեք հասկանանք էլի Փաշինյանը։ Ինքը այդ ամեն ինչի վրա թքածում է։ Իր գերագույն նպատակը իշխանությունը պահելն է եւ վերարտադրվելը եւ դրա համար տեղի են ունենում այդ ցուցադրական քայլերը։ Որ ծորեն են բերում, բենզին են բերում եւ այլն։ Խնդրում եմ, այդ ամեն ինչը դիտարկեք այդ կոնտեքստում։ Եվ այդ մեծ միֆն էլ էլի կա։ Որ բա ինչ ա եղել դե ժողովուրդ ջան, հիմա սկսեք առևտուր կանեք, կհարստանաք, բան, դա էլի միֆ։ Իսկապես դա միֆ է այդ առևտուրի մասին խոսակցությունը ազատ շուկայի ծանդին, որ դուք ասացիք, ուրիշ տեղ ատամ ես տանելու։ Թուրքիայի հետ ազատ առևտուր անելու մասին Փաշինյանը առաջին ղեկավարը չի ով խոսում է։ Այո։ Ինչու՞ միֆ։ Բայց դա պետք չի ֆետիշացնել։ Դա նկատի ունեմ։ Իսկ ինքը հիմա դա ֆետիշացնում է։ Այդ հայկական բանակները, որ ազատագրում էին քարվաճառը, առևտրի մասին չէին մտածում, պետք էր, չէ՞։ Ուզում ասել այդ առևտուրը պետք չի ֆետիշացնել։ Դարձնել այդպես եսիմինչ հատկապես ով եսիմինչ առևտուրը չի լինելու ասեմ իմանաք եւ իմ ասած արժեքների կազմակերպման պարագայում երբ որ Հայաստանը կորցնում է բովանդակությունը եւ մշակութային ինքնիշխանությունը մարդիկ ուղղակի գնալու են այդտեղ չդիմանալով այդ թուրքական ճնշմանը արտագաղթելու են այստեղից իսկ ով էլ մնալու է այստեղ դառնալու է սպառողական հասարակություն եւ սպասարկելու է այստեղ եկող սակավաթիվ տուրիստներին եւ Հայաստանի վրայով անցնող թուրք դալնաբոշիկների համար կոտլետ են ժարի տանելու, կոֆե են պատրաստելու։ Եվ իսկես դա չեմ ուզում լինի։
Ոսկե նրա մասին չի որ առողջ չլինի, բայց ուզում եմ որ մենք ունենք արժեքներ ստեղծող, գիտություն ստեղծող, արվեստներ ստեղծող ազատ եւ անկախ պետություն։ Ցեղասպանության հարցի ուրացումը դա չի բերելու տնտեսական բարեկեցության Ով է ուրանում։ իշխանությունը։ Ասում վերանորոգեցին հուշահամալիրը, Որ հուշահամալիրը գնացին парքով բոլոր պաշտոնյաները, վարչապետ, նախագահ, ազգային ժողովի նախագահ ծաղիկներ խոնարեցին ցեղասպանության զոհերի հիշատակին։ ցեղասպանության հուշահամալիր իրանք չեն գնացել։ Իրանք գնացել են Մեծեղեռնի հուշահամալիր։ Մեծ եղել է հուշահամալիրն է Հայաստանում ցեղասպանության հուշահամալիրը։ Բայց չէ, երբեմն լինում են իրավիճակներ, երբ որ չես ուզում ցեղասպանություն բառը կիրառես, օգտագործում ես Մեծեղեռն։ Այդ առումով Մեծեղեռնը ինքը մանիպուլատիվ եզրույթ կարա դառնա։ Լավ, հիմա չեմ հասկանում ինչի շեղեցիք ինձ այդ թեմայից, որովհետև ես կոնկրետ ասում եմ մարդը գնացել է։ Իրենց հայտարարությունների մասին տեղակ եք, ընդհանրապես հայկական մամուլ հետևում եք։ Իհարկե հետևում եմ։ Ստիպված եմ հետևել։ Ահա։ Հաշվել զոհերին։ Ահա։ Էդ էլ չէ։ Ես չեմ ասում հետ։ Չկիրառենք ցեղասպանության թեման, որ Ադրբեջանն էլ չկիրառի։ Չկիրառել էթնիկ զտում եզրույթը, արցախցիների հետ ոչինչ չի եղել, կարան այնտեղ մնային ապրեն, փախած են։ Այս ամենը ոչ մի բանի մասին չի խոսում։ Հայ Հանրապետության նախագահ, Ես Հանրապետության նախագահը որևէ ուղեր չի հղում ցեղասպանության արդիվ։ Այս ամենը ինչ է։ Ով էր 44 օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնել եւ ասում խոսա Սեյվերի պայմանագրի մասին, խոսա պահանջատիրության մասին։ Ով էր ձեռքը բռնել։ Ոչ մեկը։ Ինքը սադրեց, թունավոր իրավիճակը ստեղծեց, թունավոր իրավիճակ, որտեղ բանակցությունները արդեն դառնում են լրիվ անհնար։ Հրահարեց պատերազմ, տապալելով բանակցային գործընթացը, պատերազմը չկարողացավ կառավարի, ջարդուփշուր եղավ, վախեցավ, մոլերանտ մակարդակի վախեցավ։ Եվ հիմա մեզ վերել է կոտրած տաշտակի առաջ է կանգնացնում, ասում է դե որ քանի որ ես վախեցած եմ, ես բոլոր արժեքները չպետք է հիշենք, բայց ով էր Փաշինյանը նորից ասում ձեռքը բռնել եւ ասում, օրինակ 44 օրյա պատերազմից հետո խոսա ցեղասպանության մասին։ Ցեղասպանության կներեք պահանջատիրության մասին։ Ինչ որ մեկը 44 օրյա պատերազմից հետո այդպիսի ակնկալիք ուներ։ Չէ։ Ինքը կարող ուղղակի թեմայի մասին չխոսար կամ քիչ խոսար կամ քիչ զգուշ խոսար, որպեսզի հակազդեցություն չառաջանար։ Թուրքիայի կողմից։ Մենք երբեք չենք ասում, որ պետքա ցեղասպանության հարցը դառնա արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Եվ օր ու գիշեր մենակ դրա մասին պետքա խոսանք։ Այդ դրա մասին չենք խոսում, եւ հատկապես 44 օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանից որևէ մեկը այդպես հիստերիկ ակնկալիք չուներ, բայց մենք դրա մասին չի էլի խոսքը։ ԿՊԱ-ականները հիմա մանիպուլացնում են, բայց այդպես չի։ Մենք ասում ենք հարցը Հայաստանի ներսի հարցն է, Հայաստանի ներսում հիմնախնդիրը մի կազմաքանդ է, որովհետեւ դա հայ ժողովրդին ուժ տվող, կենսական ուժ տվող հիմնախնդիր է։ Եթե մենք ցեղասպանության հարցը կազմաքանդում ենք, նաև ժողովրդին էլ ենք մշակութային քայքայման դատապարտում։ Բայց խնդրեմ չես տեսնում այդ բանի մեջ, որ կա մի ժողովուրդ, որին ուժ տվող բանը պատմական իրադարձությունը ցեղասպանությունն է։ Դե գնացեք դա Իսրայելին ասեք։ Իսրայելը ինչ վատ երկիր է։ Այո, դա մեր պատմությունն է եւ մեր պատմության առանցքային։ Ես էլ էի առաջ այդ կեղծ առաջադիմական գաղափարներով տարված։ Չէ որ դա բացասական ինքնություն է։ Բացասական ինքնության վրա չենք կարող դրական արժեքներ ստեղծել։ Կեղծ խոսակցություններ են, դա մեր պատմությունն է, դա եղել է։ Եվ այո, այդ իրադարձությունն է մեզ ուժ տալիս, որ մենք ստեղծենք անկախ Հայաստան եւ ոբսի թույլ չտանք, որ դա կրկնվի։ Դա մեզ ուժ է տալի, մեր ազգի 80%-ին կոտորել են, մեր երկրի 70%-ը չկա։ Պատմության մեջ եղել են ժամանակներ, որ դեմոգրաֆիական, քաղաքական խնդիրներից ելնելով, որ այս տարածքը, որտեղ մենք ապրում ենք, դա Հայաստան չէր անվանվում։ Այն էր Հայաստան։ Մարդիկ հայերը իրար մեջ խոսալով Հայաստան նրան էին անվանում։ Այսինքն մեր պոտենցիալի 70-80%-ը ոչնչացված է, եւ մենք հիմա վերականգնվել ենք։ Բայց պարզ չի, որ կապը թե ինչ կենսական նշանակություն ունի դա մեր համար։ Եվ այո, այդ բացասական ինքնությունը պետք է անդադ մեր մեջ ներկա լինի եւ մեզ հուշի, որ մենք ունենք անվտանգության խնդիր։
Եվ դա շատ նորմալ է եւ արժևում ունենք Իսրայելի օրինակը, ինչ վատ օրինակ է։ Արժևում ունենք Իսրայելի օրինակը եւ արժևում ունենք ընտրություններ, ելի հիշելով ընտրությունների մասին։ Հիմա պատկերացնենք սիտուացիա, որ դուք հաղթահարել եք անցորիկ շեմը, հայտնվել եք ազգային ժողովում եւ փաստացի մենք ունենալու ենք ընդդիմության ամենահավանական առաջնորդ, ինչ որ մեկը ամենաշատ ձայնն ստանալու ընդդիմությունից եւ հավակնելու է լինել ընդդիմության միասնական վարչապետի տեխնացուն գուցե։ Ու եթե այսպիսի սցենար շատ պարզ հարց եմ տալիս, որովհետև այս պարզ հարցը բնականաբար օդում կախված է հայ հասարակության օրակարգում, վարչապետի ընդդիմության տեխնատուն Ռոբերտ Քոչարյանն է։ Դուք քվեարկում եք Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու համար։ Այնքան եմ սիրում այս պահը, ոնց է այդ Քոչարյանի միֆական։ Ես դրա համար եմ ասում, հասարակության մոտ կախված է այս հարցը, դրա համար ես այդ հարցը ուզում եմ տամ։ Ոնց է Քոչարյանի միֆական այդ գաղափարը այտենց հիստերիայի հասցրել։ Այո։ Փաշինյանը շատ օգնել է այդ հիստերիայի մեծացմանը։ Ես այսպես ասեմ, ես չեմ ուզում կանխատեսումներ անեմ։ Դա հիմա անշնորհակալ գործ է։ Մենք մեզնից ամեն ինչ որ հասնում է, կանենք, որ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան անունազգանով վարչապետ չլինի։ Այն ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան, այդ թվում եւ մենք հիմա աղի վրա ուխտ չենք անում, որ ցերետենք։ Ավելին ասեմ, ինչ ուժերի հետ փորձել ենք համագործակցել։ Գիտեմ, չի ստացվել, միասնական ընդդիմությունը չի եղել եւ ինչպես Բայց մենք նաեւ ասում ենք, կամուրջները այրված չեն։ Եվ համագործակցություն կարա լինի ընդդիմադիր ուժերի հետ։ Թող լմա տնանք ով է հասնում խորհրդարան։ Ով չի հասնում։ Եվ կշերքի վրա դնենք։ Կարպեշյան, դες Մարսը էլի։ Եվ դա ուղիղ եք ասում, ես չեմ ուզենա Հայաստանում լինի Ռոբերտ Քոչարյան անունով վարչապետ, ուղիղ ես ասում եմ։ Բայց եթե ստիպված լինես, Եթե ինձ հիմա Նիկոլ Քոչարյան երկատրակի մեջ կգերադասես։ Հիմա ինձ որ ասեն ընտրություն կատարի 2-ի միջև, ես Վարդար Փաշինյանին չեմ ընտրի։ Կտես Քոչարյան։ Բայց ես չեմ ուզենա որ Քոչարյան լինի Հայաստանի ղեկավար, իսկապես չեմ ուզենա։ Բայց հիմա եթե տենց գժության հետևից են գնում, գժության կանխավարկածով, բարդան նրան կընտրեմ։ Որտեղ նա գոնե դավաճան չի։ Բայց նա հետ էլ կապված լիքը խնդիրներ կան, բայց այդպիսի բան չի լինի, ժողովուրդ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կարիերան, ես շտկում եմ ձեր հարցը, մոտենում է ավարտին։ Իր պատմական պահ անցել է Հայաստանում իշխանություն վերցնելու։ Նա այդ պահը ուներ 2021 թվականին, բայց այդ պահը ինքը չկարողացավ օգտագործել եւ հիմա այլ ուժի աստղային պահն է։ Հիշում եք, երբ որ Ում նկատի ունեք։ առաջին մակասեմ, երբ որ առաջին նախագահային քննադատում էին, բայց ուր 2003 թվականին ինչի չեք ասում, այդ ժամանակ Ստեփան Դեմիրճյանի աստղային պահն է։ Հիմա Ռոբերտ Քոչարյանի Դրադարաշ Կարեն Դեմիրճյաններ, հետո իրեններ։ Ռոբերտ Քոչարյանի աստղային պահը 2021 թվականին էր։ Ինքը գնում է դեպի Մարու։ Եվ չեմ կարծում, որ ինքը այդքան զեն կարա հիմա հավաքի։ Շոտիկի քաղաքականությունը մենակ ինտուիտիվ ենթադրությունների մասին չի, կան նաև սոցիոլոգիական տվյալներ, էլի սոցիոլոգիան շատ լուրջ գիտություն է հիմա։ Ուժեղ Հայաստանի աստղային պահն է, նաև իմ աստղային պահն է։ Ու դու կքվեարկես ուժեղ Հայաստանի օգտին։ Ես չեմ ուզում, ինչի՞ բա ձեռի վրա ինձ խոսելի դարձնեմ, որ խոսումներ տամ ինչ-որ մեկ։ Որովհետև հասարակությանը հետաքրքիր, եթե քեզ գալիս է ձեն տալու, դու ում հետ ես հետո կոալիցիա կազմում։ Հասարակությանը նաև հիմա հետաքրքիր է երկիրը տափակա թե կլոր։ Դա քեզ վերաբերելի հարց չի ուղղակի։ Բոլորիս է վերաբերելի հարց։ Հատկապես այս վերջերս որ տեսանք որ տափակ չի ոնց որ թե։ Բայց ես ասում եմ հստակ Նիկոլ Փաշինյան անունով վարչապետ մենք չենք ուզում տեսնել եւ ամեն ինչ անելու ենք։ Թող հələ մյուս ընդդիմադիրները անցնեն հələ հասկանանք։ Իդեպ ուզում եմ հիշեցնել որ մենք է վարչապետ առաջադրելու իրավունք ունենք։ Բայց չունենք ոստովի տեխնացու ասես։ Չունենք, բայց այդ ժամանակ կունենանք։ Մեր թիմը շատ բան է, մեր թիմը, մեր հնարավորությունները շատ բան է։ Հարուստ են մարդկային ռեսուրսի տեսանկյունից։ Փողի տեսանկյունից չէ, մարդկային ռեսուրսների մասով հարց մտաբերեցի։ Նախագահի տեխնացուն ձեզ Միքայել arczepiskopos Աջապյանն է։ Հետո խոսել եք համաձայնա, որովհետև անցած անգամ էլի առաջադրեց Սեդմոն Մարուկյանը, պարզվեց համաձայն չէր։ Դա ուրիշ էլի կոնտեքստը հասկանանք, ինքը արտաքին աշխարհի հետ կապ չունի, եւ շփումը սահմանափակված է նրա եւ այստեղ համաձայն լինել կամ չլինելու մասին չի խոսքը։ Մենք ներկայացնում ենք մեր տեսլականը,
որը լավ կլինի նաև որի շուրջ լավ կլինի նաև որ համաձայնության կան մյուս ընդդիմադիր ուժերը, մենք չենք ուզում որ մեր էգոիստական նախաձեռնությունը լինի, իհարկե մեր նախաձեռնությունն է, բայց մենք ուզում ենք նրանց մյուս ընդդիմադիր ուժերի նախաձեռնությունը դառնա, որ այդ հարցի շուրջ մենք կարողանանք պայմանավորվել նաև միասնական հանդես գալ։ Սա նաև այս նախաձեռնությունը ընդդիմության միավորման ինչ որ Եվս մի փորձ է, որտեղ նախորդը ձախողվեց։ Այսինքն այստեղ հարցը այդ իհարկե դուք պրիմիտիվ մարդ չեք, բայց հասկանում եմ, որ այդ հարցը անդադ ծառացած է եւ բոլորին հետաքրիր է։ Հա, ասելա թե չէ։ Ժողովուրդը հիմա հա թե չեն չի էական հարցն է, որ մենք ունենք այդպիսի իդեա։ Ես ասում եմ էական, ես ասում ասելա թե չէ։ Ուղղակի կոսմետիկ ճշտում եմ։ Ես հիմա ձեզ չեմ պատասխանում, այլ այտենց հետաքրքրասեր մարդկանց։ Ու մենակ ես շուշտրի հայերի մտքով էլի անցնում, որ այտենց խոսան սահմանադրական լիազորությունների սահմանափակ լինելու մասին եւ չգիտեմ այդ եվրոպական ավանդական միապետությունները կամ պարլամենտական հանրապետությունները գիժ են կամ մանկամիտ են հայ շուստրիների չափ չեն հասկանում որ այո ներկայացուցչական պաշտոնները կարևոր չեն բայց եթե կարևոր չեն այդ դասական այդ երկրներում զարգացած ինչի կան այդ ներկայացուցչական պաշտոնները նախագահի միապետի եւ այլն կարևոր են չէ Եվ մենք այդ կարևորությունը ուզում ենք վերականգնել եւ այդ վերականգնումը չվերականգնենք, դա նախկինում չի եղել։ Ստեղծենք եւ այդ քայլով ձևավորենք նաեւ ավանդույթ, որ նախագահի պաշտոնում պետք է լինի հեղինակավոր անհատ, որը նաեւ սա նաեւ քայլ կլինի իշխանությունների տարանջատման սկզբունքը գործի դնելու համար։ Հայաստանում կա մի մարդ, որը զբաղեցնում է ամբողջ տարածությունը, վարչապետն է, գլխավոր դատախազն է, կաթողիկոս է ուզում դառնա, նախագահ, ամեն ինչ է ինքը, Նիկոլ Փաշինյանը։ Եվ մեր ամենամեծ խնդիրն է մեր պետականության, որ չկա պարլամենտ, չկա սահմանադրական դատարան, ամեն փսլնքոտ, որ խոսացնես, ասի, մենք պետք է դառնանք Իսրայելի պես երկիր։ Բայց Իսրայելի պես երկիր դառնալ համար պետք է համաձայն լինես, որ պետք է ունենաս նաև Իսրայելի պես դատարան։ Պատրաստ եք ունենալ այդպիսի դատարան եւ ձեր կուսակիցներին չգործուղեք այնտեղ բիսեդկա դարձնելով սահմանադրական դատարանը։ Իշխանության որ հարցնաս, իրենք ասում են վեթինգը իրականացված է։ Այո, եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է կյանքի կոչվի եւ այս անսանց իշխանությունը պետք է սահմանափակվի նաեւ նախագահի հեղինակավոր ինստիտուտով։ Ես այդ կեղծ ինստիտուցիոնալիզմը մերժում եմ, որ անձերը կարևոր չեն, այդ գեղցիավարի որ հողում են անում աճեմոլին, կարևոր է ինստիտուտներն են եւ այլն, բայց այդ ինստիտուտները մարդիկ են, չստեղծում, ինստիտուտների կենսագործունեությունը մարդիկ են ապահովում, հա, առաջարկում են մարդ, որը ստեղծում է ինստիտուտ եւ ապահովում է դրա կենսագործունեությունը։ Հիմա նրանից հետո եկողը նոր ինստիտուտ ստեղծելու խնդիր չի ունենա։ Չի ունենա եւ արդեն ստիպված կլինի շարունակել իր հեղինակավոր նախորդի գործը, որը իսկապես հեղինակավոր է։ Կարծում սրանք կարևոր հարց են։ Շնորհակալ եմ։ Վերջ։ Հա։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք մեր զրույցը։ Եթե այո, ապա խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, լայքել եւ թողնել ձեր մեկնաբանությունները։ Դա կօգնի, որ հոլովակը տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց համար։ Այս զրույցների շարքը շարունակելու համար մենք ունենք ձեր աջակցության կարիքը։ Նկարագրություններ բաժնում կարող եք գտնել Patreon-ի հղումը ամսական բաժանորդագրությունների համար, ինչպես նաեւ donation alerts եւ boost-ի հարթակների հղումները մեկանգամյա փոխանցումների համար։ Եթե այս հոլովակը դիտում եք համակարգչով, ապա հեռախոսով կարող եք սկանավորել հոլովակի վերջում հայտնվող QR կոդերը այդ հարթակներում հայտնվելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։